Ազգային ժողովի նախկին նախագահ գործադիր մարմնի անդամ Հովիկ Աբրահամյանը հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին նշեց, որ ամենայն հավանականությամբ առաջիկայում իրեն կտեսնենք օրենսդիր մարմնում, այսինքն ազգային ժողովում։ Հովիկ Աբրահամյանը միանշանակ հերքեց տեղեկություններն այն մասին, թե ինքը ցանկացել է վարչապետի պաշտոնը ստանձնել, բայց նախագահ Սերժ Սարգսյանը մերժել է։ Ավելին Հովիկ Աբրահամյանը վստահեցրեց, որ եթե նույնիսկ իրեն առաջարկվեր վարչապետի պաշտոնը, ինքը կհրաժարվեր։ Պաշտոն եք ստանալու, զբաղեցնելու ազգային ժողովի նախագահի թե վարչապետի։ Ես։ Այո, դուք։ Մենք որևէ որոշում չենք կայացրել դեռ։ Իսկ դուք ինչ ցանկություն ունեք վարչապետի թե ազգային ժողովի նախագահի։ Ցանկություն ունեմ իմ որդուս մի արու զավակ ունենամ։ Բայց դուք նաև քաղաքական ցանկությունները։ Քաղաքական ցանկությունները իմ։ Որ ձեզ եք գործադիր մարմնում տեսնել, պարոն։ Ով է ասել։ Մասնավորապես հարցազրույց։ Լավ, բերեք չշտապենք, այդպես բան չկա, դուք հիմա ճիշտ չեք ասում, կոռեկտ ասած։ Մենք կուսակցությունով կորոշենք եւ իրոք մինչեւ 29-30-ը որոշում կկայացնի կուսակցությունը եւ իմ կարծիքով լավ կլինի։ Բայց ամենայն հավանականությամբ ձեզ օրենսդիրում կտեսնեմ, թե գործադիրում։ Ես օրենսդիրում։ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը այսինքն։ Դե կուսակցությունը չի որոշել, ոնց դες բան ասեմ ես հիմա։ Ասեմ պիտի ճիշտ չէ, չէ՞։ Կլինեք, չէ՞, բայց։ Բայց քննարկենք, մենակ դա չեն քննարկել, այնքան բաներ են քննարկել։ Ինչու ԲՀԿ-ն հրաժարվեց մտնել։ Բայց հարցը ճիշտ է ուղում ինձ։ Դուք ներկա եք եղել այդ հանդիպումին։ Չէ, ես չեմ եղել։ Պարոն Աբրահամյան, իսկ իրականությանը համապատասխանում են լուրերը, որ Գագիկ Ծառուկյանն առաջարկել է, որպեսզի ձեզ վարչապետի կամ ազգային ժողովի նախագահի պաշտոնում նշանակեն, Սերժ Սարգսյանն հրաժարվել։ Չի համապատասխանում եւ ես նաեւ ճիշտ չեմ համարում բոլոր առումները, որ որևէ մեկ այլ կուսակցություն ինձ առաջարկի որևէ պաշտոնում եւ դա ոչ միայն կոռեկտ չէ, այլ նաեւ ճիշտ չէ քաղաքական առումով եւ իմ կարծիքով ես այնքան հնարավորություն ունեմ եւ ունեմ հեղինակություն մեր կուսակցությունում, որ որևէ մեկի անհրաժեշտություն չկա, որ ինձ առաջարկի որևէ պաշտոնում եւ ես չեմ ընդունի նման առաջարկներ, անկախ դրանից ով է դա առաջարկում։ Իսկ հնարավոր համարում եք, որ Բարգավաճ Հայաստանը իր նախագահի տեխնացուով հանդես գա, որտեղ այս հայտարարությունը նշանակում էր, որ նա չի սատարելու 2013-ին Սերժ Սարգսյանին։ Ես այդպես չեմ ընկալում։ Այսինքն կարծում եք, որ ԲՀԿ-ն այնուամենայնիվ կսատարի Սերժ Սարգսյանին 2013-ին։ Դե կապրենք կտեսնենք, ասացի հիմա վրա, բայց ձեր վերլուծությունը, ձեր գնահատականը։ Նպատակարար չկտավ եւ ինքը իր հայտարարության մեջ իմ կարծիքով շատ կոռեկտ, չափավոր, նաեւ հիմնավորել էր ինչու համար։ Ցանկություն չունի։ Ձեր համար նման պահված։ Այո։ 3 շաբաթ համոզում եք ԲՀԿ-ին, ինչու՞ չհամոզում։ Նման բան չի եղել, նման բան չի եղել, ոչ մեկը ոչ մեկին չի համոզել, դրա անհրաժեշտությունը չկա ընդհանրապես։ Ես խնդրում եմ, որ դուք ճիշտ եք մտածում, բայց սխալ հարցեր եք տալի։ Ինչ որ մտածում եք, դա է լինելու։ ԲՀԿ-ի կոալիցիա չմտնելը Սերժ Սարգսյանի 2013 թվականի ընտրությունների ժամանակ խոչընդոտներ կստեղծի նախագահ դառնալու։ Չեմ կարծում։ Իմ կարծիքն եք, չէ՞ դուք հարցում։ Ես չեմ կարծում։ Բացառում եք, որ ԲՀԿ-ն սեփական տեխնացուով հանդես։ Քաղաքականության մեջ ոչ մի բան մի բացառեք, սիրելիներս 100 անգամ դες ասել եմ։ Այնուամենայնիվ դուք ինչ առանկար եք տեսնում, ինչպեսի զարգացում եք տեսնում։ Շատ լավ ապագա մեր երկրի, մեր ժողովրդին եւ մեր քաղաքական ուժերին։ Ինչու հրապարակային Կուսակցությունների նույնպես։ չեք զբաղվում։ Ես կզբաղվեմ շուտով։ Շուտով։ Մեկ շաբաթ դիմացեք, ով չի մասնակցել։ Ոչ միտեղ չերևացիք նախագահի։ Դե դու չեք ցանկացել տեսնել։ Հրապարակային օրեն չկա։ Բոլոր հրապարակային որևիցե վայրում չկա ամեն։ Դե բա գործ էի անում։ Հիմա գործարողները պետք է հրապարակային քաղաքականություն զբաղվելուց նաև մի քիչ տարանջան ժամանակ չունենք։ Լավ, հիմա ժամանակ կլինի։ Դեռևս տարվա սկզբից Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքին կոնցեպտ առաջարկեց, որ պետք է Ճիշտ է արել։ Ինչ։ Ճիշտ է արել։ Եվ որ սեփ խրելու քաղաքականության մասին սկսեցին վերլուծություններ գնալ։ Հիմա այսօր բազմաթիվ վերլուծաբաններ արդեն ասել են, որ Լևոն Տեր-Պետրոսյանի գծած սցենարը աշխատել է եւ ամեն ինչ ընթացել է հենց։ Համաձայն չեմ գոհար։ Ինչի։ Որտեվ լավ չեք գծել։ Սեփ չի խրել։ Այսօր կարծիք հնչեց նաև, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության նման հայտարարությունից հետո նրան սպասվում է 2006 թվականի օրինաց երկիր կուսակցության ճակատագիրը։ Դուք նման հեռանկար տեսնում եք, Ոչ։ Այսինքն Ոչ։ Ինչու համար պետք է լինի։ Նա անդիմություն չի, իրենց հայտարարության մեջ գրած էր խիստ կառուցողական, եւ եթե իրենց խոսքը կպահեն, մենք միասին կհամագործակցենք, շատ նորմալ է։ Եվ ես չեմ գտնում, որ որևէ իշխանության մեկ թևի կողմից պետք է որևէ մեկի վրա ճնշում գործադրել եւ դա իմ կարծիքով դրա անհրաժեշտությունը չկա եւ մենք այտենց որևէ
տրամադրություն, մտադրություն չունենք։ Պարոն Աբրամյան, եթե Օրինակ երկիր ասեցինք Եթե անդիմադիր չէ, պարոն Աբրամյան, այդ դեպքում ինչ է, եթե Բա իրան հարց տվեք, ինչ եք հայտնել հայտնել։ չի վերցնելու, նախարարների պաշտոնները պետք է վայր դնի։ Իսկ եթե օրեսդիր մարմնում հիմա ճիշտ ասում։ իրենք 4 հաջնաժողով են ունենալու։ Պարոն Աբրամյան, դուք կարծում եք, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հրաժարվելով բոլոր պորտֆելներից, նախարարների պաշտոններից եւ այս հայտարարությունից հետո անդիմադիր չի լինելու։ Հրաժարվել է ինքը պորտֆելներից։ Այո։ Ես դեռ Հրաժարվել է կոալիցիոն կառավարության մաս կազմել։ այո։ Դե մենք ազգային ժողով ձևավորենք, դրանից հետո ուրեմն նախագահը կընդունի հրաժարականը կառավարության հետո կձևավորեն, կտեսնենք։ Այսինքն չեք բացառում, որ նախարարներ ունենան Բարգավաճ Հայաստան կուսակցությունը նախարարներ ունենա։ Ես չգիտեմ, կունենան թե չեն ունենա։ Պարոն Աբրահամյան, մի անկեղծ հարց տամ, էլի։ Ամենաշատ Ես ձեր հարցերին բոլորը անկեղծ եմ պատասխանել։ քննարկվող եւ նաեւ վերլուծվող հարցը նա էր, որ փաստորեն դուք ունեիք ցանկություն վարչապետ դառնալու եւ այդ ցանկությունը բայց այդպես էլ իրականություն չդառնա։ Սխալվում եք։ Սխալվում եք։ Ես լավ աշխատանքի դիմաց դա պիտի տային։ Սխալվում եք դուք։ Ես բազմաթիվ արդյունքներով նույնիսկ ազգային ժողովի նախագահ եղած ժամանակ եմ հայտարարել, որ այդ ցանկություն չունեմ լինել վարչապետ։ Մեր վարչապետը շատ լավ աշխատում է։ Եվ ես նման ցանկություն չունեմ։ Այսինքն եթե առաջարկվեր կհրաժարվեիք Որպես ինչ առաջարկ լիներ։ վարչապետի պաշտոնը եթե առաջարկվեր կհրաժարվեիք։ Այո, կհրաժարվեի։ Հաջորդ կառավարության ղեկավարը Տիգրան Սարգսյանը կլինի։ Հաջորդ կառավարություն ո՞րն է։ Նոր ձևավորվելիք կառավարության։ Դե ցույց կտա կյանքը։ Մի քիչ շտապում եք, դի սպասեք որ կուսակցությունում քննարկենք, որոշում կհանձնենք։ Ես չքննարկված հարցերին չեմ պատասխանելու։ Ես յուրաքանչյուր խոսքի համար պետք է պատասխան տանք, ճիշտ է թե չէ, Լուսինե։ Պարոն Աբրահամյան, մեկ վերջին հարցելի ձեզ։ Ինչու են ձեր անունը այդքան հաճախ Զիջան չէ։ Ինչու են ձեր անունը այդքան հաճախ կապում Բարգավաճ Հայաստան կուսակցության։ Դե ամեն օր գրում եք խնամի, հասկացանք խնամի ենք։ Հիմա խնամի լինելը իմ կարծիքով բացական որևէ բան չի իրենից ներկայացում, չէ։ Միայն դա է պատճառը այս։ Բա ուրիշ ինչ կա։ Ինչ որ քաղաքական ծրագրեր չեք մշակել։ Ես ձեզ մի բան ասեմ, բոլորը ցանկություն շատ մարդիկ է, բոլորը ճիշտ չի լինի։ Մարդիկ ցանկություն ունեն ինչ որտեղ հակադրություն մի ստեղծեն, հակասություն քաղաքական ուժերի մեջ, բայց որը իմ կարծիքով ոչ մի բան չի տալու լավ բաներ միան, վատ բաներ կտա։ Ես կողմնակից եմ համերաշխության եւ Բարգավաճի եւ Օրինաց երկրի եւ ՀԱԿ-ի եւ Ժառանգության բոլորը նորմալ մենք աշխատենք։ Հնարավոր համարում եք Ռոբերտ Քոչարյանի վերադարձը Վարան Աբրահամյան առաջիկայում եւ նրա ակտիվացումը, ասենք նաեւ նախագահի Ճիշտ կլինի որ ես իրանից խոսեմ։ Չէ, հնարավոր համարում եք նման զարգացումը, որպեսզի չեմ կարող պատասխանել, եւ ճիշտ կլինի հարցը իրան ինչ չեք ուղում այդ հարցը։ Ուղղեք իրեն կպատասխանենք իմ կարծիքով։ Ինչ պաշտոն եք զբաղեցնելու։ Ճիշտ է որ կապի է բնի նախարարությունը։ Լրությունը համաձայնության։ Պարոն Բեգլարյան, հա։ Հա, պետք է